Գազայի կենտրոնական հատվածում բնակիչները ուրախությամբ են ընդունել Իսրայելի եւ Համասի միջև հրադադարի համաձայնագիրը, հույս հայտնելով, որ վերջապես վերջ կդրվի 2 տարի տևած պատերազմին։ Հենց որ լսեցինք հաշտության եւ զինադադարի մասին լուրը, շատ ուրախացանք եւ պատրաստվեցինք վերադառնալ Գազա, մեր տները։ Իհարկե տները այլևս չկան, դրանք ավերված են, բայց մենք ուրախ ենք պարզապես վերադառնալ այն վայրը, որտեղ եղել են մեր տները, նույնիսկ եթե այնտեղ արդեն ավերակներ են։ Դա մեծ ուրախություն է։ 2 տարի շարունակ մենք տառապել ենք մի տեղից մյուսը տեղափոխվելով։ Իսրայելում էլ պատանդների ընտանիքի անդամները անհամբեր սպասում են իրենց հարազատների ազատությանը, լի հույսով, որ զինադադարի համաձայնագիրն իրականություն կդառնա։ Արդեն ճիշտ 2 տարի է անցել, նա շատ է տառապում։ Հուսով ենք, որ նա կվերադառնա առողջ եւ անվնաս։ Մենք ցանկանում ենք, որ Աստծո օգնությամբ առաջիկա 2-3 օրվա ընթացքում տեսնենք նրան, ուրախանանք ամբողջ ընտանիքով։ Իսկապես հուսով ենք, որ ոչ միայն նա, այլև բոլորը վերադառնան առողջ եւ անվնաս։ Մենք իսկապես անհամբեր սպասում ենք նրանց։ Համասը հայտարարել է, որ առաջիկա օրերը կդառնան Իսրայելի վստահելիության իրական փորձություն։ Եգիպտոսի Շարմ el-Շեյխում օրեր տևած բանակցությունների արդյունքում երկու կողմերի միջև ձեռք բերված զինադադարի համաձայնագրի կատարման համատեքստում։ Այսօր մենք հայտարարում ենք, որ հասել ենք համաձայնության վերջ դնելու մեր ժողովրդի դեմ պատերազմին եւ ագրեսիային, սկսելու մշտական հաշտություն, օկուպացիոն ուժերի դուրսբերում, օգնության մուտք, Ռաֆահի անցակետի բացում 2 ուղղություններով եւ գերիների փոխանակում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդգծել է համաձայնագրի կարևորությունը, առանձնատուկ նշելով ռազմական նպատակներին հասնելու գերակայությունը, մինչդեռ գրեթե ամբողջ աշխարհը հիմնականում շեշտում էր հումանիտար աղետի հաղթահարման եւ ճգնաժամի լուծման անհրաժեշտությունը։ Մենք կանգնած ենք կարևոր զարգացման առջև։ Վերջին 2 տարիների ընթացքում մենք պայքարել ենք մեր պատերազմական նպատակներին հասնելու համար եւ առանցքայիններից մեկը եղել է պատանդների վերադարձը։ Բոլորին, եւ կենդանի, եւ մահացած։ Մենք շուտով կհասնենք այդ նպատակին, ինչը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի եւ նրա թիմի, Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների բացառիկ օգնության։ Դոնալդ Թրամփը պատասխանելով լրագրողների Գազայի բնակիչների բռնի տեղահանման ծրագրի մասին հարցին, հերքել է նման մտադրությունները եւ գոհունակություն է հայտնել ձեռք բերված արդյունքների կապակցությամբ։ Ոչ ոքի չի պարտադրվելու լքել իր տունը, ընդհակառակը սա հիանալի ծրագիր է խաղաղության հասնելու համար։ Այս ծրագիրը ստացել է բոլորի աջակցությունը, ինչպես ասացի, այժմ շատ ու շատ երկրներում մարդիկ պարում են փողոցներում։ Դա զարմանալի է, ես երբեք նման բան չեմ տեսել։ Ոչ, մենք ընդհանրապես չենք ծրագրում դա անել։ Համաձայնագրի շրջանակում կազատվեն 250 ցմահ դատապարտված եւ 1700 կալանավորված պաղեստինցիներ, ձերբակալված 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո։ Ընդ որում Համասի ղեկավարը հայտնել է միջնորդներից եւ Միացյալ Նահանգներից ստացած երաշխիքների մասին, հաստատելով պատերազմի ամբողջական ավարտը։ Զինադադարի առաջին փուլում Իսրայելի զորքերը դուրս կբերվեն Գազայի խիտ բնակեցված տարածքներից, սակայն Իսրայելը առանց ՖԱՏ առաջնորդ Մարվան Բարգութիի ազատելու մտադրության կպահպանի վերահսկողությունը Գազայի տարածքի 53%-ի նկատմամբ։ David Genjoyan, Reopen Media.